Ես հիշում եմ, որ նաև կարծեմ ձեր գրքում եք դրա մասին պատմել, երբ որ 2003 կարծեմ կամ 2 թվականն է, ձեր եւ Պուտինի հանդիպման ժամանակ Պուտինը ձեզ ասում է, որ Ռաուեսին թույլ չեք տվել մասնակցի բաշխիչ ցանցերի գնման գործընթացին եւ ըստ էության մեղադրում է Հայաստանին բրիտանացիներին վաճառելու համար բաշխիչ ցանցերը։ Իդեպ շատերը գիտեն, որ մեղադրանքներից մեկը, որ հնչում է նաև ձեր հասցեին, ասում են ամեն ինչ տվեցիք ռուսներին, ցանցերը տվեցիք ռուսներին, գազը, չգիտեմ ինչ ենթակառուցվածքներ եւ այլն եւ այլն եւ այլն, անդադ այդ մեղադրանքները կա, շատերը չգիտեն կամ շատերը մանիպուլյացնում են, որ բաշխիչ ցանցերը օրինակ ոչ թե ռուսներին է վաճառվել, այլ բրիտանացիներին է։ Բրիտանական վաճառվել։ Ձեր գրքից հիշում եմ, որ այդ զրույցի ժամանակ մեղադրանքը հնչում ըստ էության ձեր հասցեին, թե ինչի Ռաուեսին թույլ չեք տվել մասնակցել սեփականաշնորհման գործընթացին։ Կպատմեք մեզ այդ բանակցությունը ոնց հավարտվեց, որը չհավարտվեց կոնֆլիկտով։ Հիմա դուք ինձ հետ եք տանում։ Ես ես հետ եմ տանում։ Ավելի լավ է այսօրվա օրից խոսանք։ Ես ես օրինակի վրա, պարոն նախագահ, ես ես օրինակի վրա, քանի որ նաև ձեր հասցեին կա մեղադրանք եւ առհասարակ նախկին իշխանությունների հասցեին այդպես մեղադրանք կա, որ այ դուք ռուսների հետ հարաբերվել եք, իրենք որպես ծայրագավառ են ընկալել Հայաստանի Հանրապետություն ծայրագավառ են ընկալել, միշտ մոտեցել են այդ իրենց կայսերական մոտեցումներով, այդպես են վերաբերվել Հայաստանի Հանրապետությանը։ Ես այս դրվագով մենք ուզում եմ հիշեցնենք նաև մեր ժողովրդին կամ շատերին, հատկապես երիտասարդներին ներկայացնենք, թե իրականում ինչպես է պահում իրան երկրի ղեկավարը նման իրավիճակներում։ Կարծեմ տեղեկանքները ԱԳՆ-ն է տվել Պուտինին եւ դուք բացատրել եք, թե իրականում որն է հիստերիկանալու փոխարեն։ Խնդրում եմ այս դրվագը պատմեք եւ ոնց որոշեցիք այդ։ Ես կանեի թող գիրքը կարդան այդ ուղղակի այդ գլուխը կարդան, կարծում եմ իսկապես հետաքրքիր կլինի, բայց սխալ տեղեկանք կար, այդ սխալ տեղեկանքը ես ուղղակի ուղեցի։ Ասացի մի հատ խոսանք տեսնենք, այդպեսի առաջարկ եղել է թե չէ եւ մեր նախաձեռնությունն էր, թե հենց Ռաուեսն էր, որ հետաքրքրություն չցուցաբերեց։ Ձեզ միանգամից հավատաց ոնց ընթացավ։ Չէ, մենք մտանք իր գրասենյակը, ինքը սխմեց, ասեց միացրեցին Չուբայսի հետ եւ ուղղակի հարցրեց, ասեց որ իմ մոտ նստած է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դուք հետաքրքրություն ունեցել եք թե չէ։ Նա ասեց չէ, մենք հետաքրքրությունը չունենք եւ Չուբայսը իրականությունը ասեց, այսինքն։ Այո, ասեց, այո, մենք նաեւ այդ առաջարկ ունեինք եւ մենք որոշեցինք եւ հետաքրքրություն չունենք Հայաստանի բաշխիչ ցանցերի նկատմամբ։ Ես դրա մասին գրեցի միայն գրքում, ես ոչ հայտարարություններ եմ արել, ոչ դրա վրա PR-ն փորձեմ անել եւ ամենից վատը, երբ նման կարգի հանդիպումներից հետո դու փորձում ես դրա վրա PR անել կամ դրանից ինչ որ բան քաղել, որովհետեւ դա վստահությունը քանդում է։ Մի այդպիսի բան արեց Մակրոնը, չէ՞, Պուտինի հետ։ Առանց զգուշացնելու, որ նկարահանվում է այդ հեռախոսազրույցը եւ ինքը կապվել է Ռուսաստանի նախագահի հետ, կողքին կամերայով նկարում էին եւ չի զգուշացրել Պուտինին, որ սա բաց կապով էին խոսում եւ լարագրողները լսում էին, հետո է Պուտինը իմացել այդ հաղորդումը նայելուց։ Մակրոնը հայտնի է այդպես դրվագներով։ Բայց դա վստահությունը ուղղակի քանդելու ճանապարհ է։ Հետո ոնց սկսեցիք աշխատել, որովհետև մարդիկ գիտեն, որ շատ ամուր հարաբերություններ են եղել, ոչ միայն միջանձնային հարաբերություններ են եղել ձեր եւ Պուտինի մեջ։ Նկատում ոնց եք կարողացել կառուցել այդ հարաբերությունները, մնալով ինքնիշխան եւ չտրվելով ազնական հարաբերությունները ոնց է կառուցում մարդու հետ։ Եթե մարդու հետ ճիշտ ես քեզ պահում, եթե մարդու հետ դու կոպիտ ասած չես գցում, չես խափում, 5 անգամ կարծիքը չես փոխում, ցույց ես տալիս, որ դու կայուն պայմանավորությունները կատարող կոշտ բանակցող ես քո շահերի համար, քո երկրի շահերի համար, բայց եթե մի բանի շուրջ պայմանավորվել եք, վերջ։ Նույնը ես արել եմ ֆրանսիացիների հետ, Ժակ Շիրակի հետ, նույնը արել եմ Միացյալ Նահանգների հետ
Եվ այդ տեսանկյունից ազնական հարաբերությունները բոլորի հետ ուղղակի փայլուն մակարդակի վրա է։ Իսկ պետական շահը չի կարող գերակշռել անձնական լավ Դու հարաբերություններին։ պետական շահերի հետևից ես գնում, բայց երբ որ տեսնում են, որ դու ոչ թե ազնական շահերով ես շարժվում, քո պետական շահերով ես շարժվում եւ այս ամենը արվում է ասենց վստահության մթնոլորտ ձևավորելու ճանապարհով, այս երկու բանը իրար հանդիպում են, երկու անգամանք, պետական շահը, քո ազնական որակները եւ եթե դա համընկնում է նաեւ մյուս կողմի կեցվածքին, ուղղակի ասենց մի բան է դառնում, ինչ որ ուրիշ քիմիա է դառնում հարաբերություններում։ Ես Ռուսաստանի նախագահի հետ այս տարիների ընթացքում բավական երկար ենք շփում եւ դրանից հետո ենք ակտիվ շփումները շարունակել։ Երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել ինչ որ անվստահության։ Որ իրար խափեք։ Չի խփելու բան չկար։ Միջպետական հարաբերություններում սուտը անմիջապես բացահայտվում է։ Սուտը երկար կյանք չի կարող ունենալ։ Այլ հարց է, որ եթե տեսնում են, որ մարդ ստող է, հասկանում են, որ սուտ է, ասում են, լավ, սրա հետ ազնիվ հարաբերություններ հնարավոր չի կառուցել, լսում են ինչ որ պրոտոկոլային, այսպես ասենք, խոսակցություն են ունենանում, բայց այսպես կոպիտ ասած մատը ծալած պահում են։ Մատը ծալած պահը նշանակում է, որ այս մարդին ոչ մի ասացին, չի կարելի հավատալ, ամեն ինչ պետք է ստուգել, եւ երբ որ կൂട്ടակային, sense կումուլատիվ գալիս է ինչ որ մի ցավալ, հետո այդ ցավալը ուղղակի բան անում, պայթում է։ Այն ինչ որ եղավ, հիմա